Ես Ջուլիետա Գրիգորյանն եմ, Ստեփանակերտից եմ, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից եմ։ Այնտեղ ծնվել ենք, ընտանիքումս 4 աղջիկ քույրեր ունեցավ։ Հետո ամուսնացել եմ, սովորել եմ Ստեփանակերտի սովխոզ տեխնիկումում, պլանային բաժնում։ Հետո ամուսնացել եմ 78 թվականին, աշխատանքի եմ եկել Ասկերանի շրջակազմում։ Երեխա եմ ունեցել, ուշում գնացել եմ դեկրետ։ Նրանց հետո նորից էլի հերթով երեխա եմ ունեցել։ 3 երեխա ունեմ, 2 տղա, մի աղջիկ, եւ շատ շնորհակալ եմ Աստծուց, որ խելոք երեխաներ ունեմ։ Ուշում լավ ենք ապրել, շատ բարեհաջող, ամեն ինչ տուն ենք առել, սեփական շենքում տուն ենք առել, լավ ենք ապրել, վատ չենք ապրել, ամուսինս էլ խելոք, գրագետ, շատ օգնել է, որ ընտանիքս լավ, ամեն ինչով լավ ապահով լինի։ Ուշում այդ տենց ապրելով եկել ենք հասել 88 թվականը, որ սկսել է այդ զաբաստովկաները, շարժման, զաբաստովկաները, ամուսինս այդ ժամանակ Ասկերաներ աշխատում, այնտեղ թուրքերը եկել էին Ասկերան, ճանապարհը փակել են, ուշում հետ են տվել թուրքերին։ Այդքան դժվարություններով էլի, ոչ աշխատավարձ ենք ստանում, ոչ մի բան, մի կերպ էլի ապրել ենք էլի, բայց մեր պայքարել ենք, բայց մեր տներում, մեր հողում։ Չենք ուզեցել, որ թուրքը գա, մեր հողը գրավի։ Պահել ենք։ Աստված օրհնի մեր երիտասարդներին, որ այնքան ուժ ա գտնվել իրանց մեջ եւ իրանք պաշտպանել են մեր հայրենիքը։ Աշուն դրանից հետո կռիվը եղավ, այդքան զոհեր տվեցինք, այդքան ջահելներ զոհվեցին։ Դե ինչ ասեմ, հետո խաղաղվեցինք, սկսեցինք ապրել նորմալ, բաղ ներքևից այգին, սկզբից մինչև վերջ սարքեցինք, ծառեր տնկեցինք, ամեն ձևի։ Բոստան ունեինք, դաչատեղ, մի փոքր սենյակ էր, ապրում էինք մեջը, ամառը գնում էինք, ամեն ինչը ցանում էինք, լոբի, կարտոֆիլ, ամեն ինչ, պամիդոր, վարունգ, ոչ ամեն ինչ ցանում էինք։ Բերում էինք եւ հարևաններին էինք լավություն անում, եւ բարեկամներին էինք լավություն անում, բաժանում։ Ծանր օրերին որ դրանով էիք զբաղվում։ Հա, մանավանդ այս պատերազմների ժամանակ գնում էինք քաղում, թեկուզ ռմբակոծում էին, բան էին անում, ես ու ամուսինս էլի ժամանակ ճարում էինք, գնում էինք, քաղում էինք, բերում, մարդիկ արդեն լրիվ պադվալներում, նկողներում։ Բերում էի եփում, դնում տղամարդիկ առանձին ուտում էին, հավաքում էինք, հետո նորից կանայք էին նստում ուտում, հավաքում էինք։ Եվ նույն ձևի էլ 44 օրյա պատերազմին զորով տղաներս մեզ դղից հանեցին լացով, կոծով, գնացեք մեր ոտերը կապում եք ստեղ, գնացեք Հայաստան, զորով մեզ տեղափոխեցին ստեղ արկերի այդ բանի տակ։ Ձեր տղաները ծառայում էին։ Հա, ոչ թե ծառայում էին, հələ աշխատում էին էլ այնտեղ։ Չգիտեինք, չէին ուզում իրանք դուրս գային։ Մեզ մեծերից հանեցին այն ժամանակ կեսերս էլ, հայրս էլ, մերածուս էլ դղ էին։ Մեքենաներով։ Տարեց մարդիկ էին, հա։ Մեկը 90-ին տարեկան մարդիկ էին, հա, խնամք պահանջում, հա։ Մեզ ուղարկեցին Երևան, իրանք մնացին դղ։ Հետո պատերազմը որ վերջացավ, այս հրադադարից հետո որոշեցիք վերադառնալ, շարունակել ձեր հայրենիքում ապրել։ Հա, վերադարձել ենք Ղարաբաղ, նույն ձևի սկսել ապրել, այնտեղ կեսրերս մահացավ, այստեղ հայրս մահացել է, պատերազմի հենց նոյեմբերի 9-ին, հրադադարի օրը։ հա, ենք ստորագրել է, պապաս այդ գիշեր մահացել այստեղ, Սևանում էինք ապրում։ Հա, ամուսինս մեքենայը վարվել բան, տարել Ստեփանակերտ։
մորս մոտ ընդեղ հուղարկավորել։ Հետո որ մենք կեսրարիս հետ գնացինք ընդեղ Ստեփանակերտ։ 21 թվականին կեսրարս մահացավ։ Շատ դժվարություններով բանով ախր գիտեք էլի մեծ մարդ։ Ամեն ինչ արեցինք։ Տունն էլ մի թեթե ռեմոնտ արեցինք, որ տարին տանք։ Եկավ տարին արդեն բլոկադան ընկավ։ Դե բլոկադայի ժամանակ էլ ինչ, որ պիտի սեպտեմբերում գալիս է, արդեն բանկաբան փակում ենք էլի, արդեն շատ բանկաներ բան փակած, վերջացած, որ արդեն իմանում ենք մեր վերջն է եկել 19 թվականին էլ մանավանդ արդեն ամսի 19-ին, հա, գրևը սկսվեց նորից։ Տանն էիք։ Հա, ես տանն էի։ Ես հարսս, թորս, մեկ էլ մեզ տանն էինք։ Որ սկսվեց ռմբակոծությունը, այն փոքր տղա թորնիկս, փոքրը չէ, տղայիս տղան պարապում է, դասը չգիտեմ ինչ, քոլեջ էր գնում։ Ինքն ընդեղ էր, աղջիկս էլ աշխատանքի էր։ Վայ ոտերս արդեն դողում էր, լաց էր լինում, վայ երեխեքս, վայ նանարս, վայ Հայկոս, վայ նանարս, վայ Հայկոս։ Դե ժողովուրդը հեչ, գնացել են արդեն պադվալները։ Մենք էլ հորս տուն որ ռմբակոծել էինք 44-ամյային, իրանց տանը ինչ որ մնացել էր, բերել էինք, ցրել այդ նկողը։ Դիվան, կրեսլոներ, բանվերի փռել ենք, տեղաշորբան, սա ժողովուրդը բավարարվել են տեղ։ Ոշում ինչ որ անգամ переживать արեցինք, աղջիկս գործից շուտ փախավ եկավ, թորնիկս էր տղաս մեքենամ վերցրեց գնաց թորանս հետևից։ Արդեն մի քիչ հանգստացել ենք։ Մենք գիտենք որ քաղաքի վրա այնքան չեն խփում, ինչքան կողքերքին։ Եվ արդեն հասկանում ենք, որ դրանք ուզում են, որ ժողովուրդը դուրս գան քաղաքից, քաղաքը չեն ուզում ավերել։ Ինչ արդեն ստիպված, մի քանի օր էր մնում, որ դուրս գայինք։ Դուք պատկերացնում եք, որ պետք է թողնեիք Արցախը։ Արդեն պատկերացնում էինք, որ 4 կողմը արդեն գրավել են թուրքերը։ Քաղաքը մենակ շրջապատման մեջ է։ Դրանք կամ պիտի մտնեին, ժողովրդին փրթեին, կոտորեին, կամ ժողովուրդը պիտի դուրս գար։ Արդեն գիտեինք, հա։ Մի քանի օր մնում ենք արդեն, մինչև որ թուրքերը ժամանակ են տալիս, որ դուրս գան, միջանցք են տալիս։ Այդ ժամանակ ես ամուսինս էլ գնացել ենք, մի քանի երեխայի հետ գնացել ենք Բոստանը, բան, էլ չենք համակերպվում, էլի որ պիտի դուրս գանք։ Գնացել ենք Բոստանը, տատի պապիկի հետևներ Բոստանը։ Ըգից ամեն ինչ նորից խաղել, բերել, էլի էփում դնում էինք, ջահելները ընդեղ ուտում էին գարաժներում, բան, երեխեքի համար սալատների ածում մեծ տազերում դուրս էին գալիս, ուրախացած ուտում էին, էլի այն ժամանակ ոչ մի բան չկար, դե բլոկադան 9 ամիս քանի օր եղել է։ Ոչ մի բան չկար, երեխեքը անդադարվում էին, հա, փեչերը դրած դրսում, այդ փեչերի վրա հաց էին թխում։ Այն ալյուրիա չկար։ Այն մեծ տղաս ծանոթ ընկեր բանուներ, Ճարտարգյուղում։ Իրենցից գնացել է ցոր են վերցրել բերել, մի երկու մեշոկ արել։ Բերել այդ ալյուրը հայաթում թխում եմ, հացը թխում փեչի վրա, երեխեքը գալիս հավաքվում են, կտրտում բաժանում էին, էլի ասում մեղ կնես երեխեք, սոված են։ Բաժինների տանը։ Հա, ինչ ասում ցավոտ տանը։ Արդեն ստիպած սկսեցինք կամաց դուրս եկանք։ Արդեն սկսեցիք պատրաստվել տեղահանման։ Պատրաստվեցինք, հա, դե ինչ պատրաստվել, ամեգը մի 2-3 վերքշով ենք վերցրել։ Ձեր ավտոմեքենայով պիտի դուրս գայիք։ Հատաղա ես մեքենան, ինքն էլ մեքենան մի քիչ լավ չի եղել վիճակը, ասալանք կարող է ճանապարհին փչանա, կմնաք ճանապարհին ոչ մի վեճ չեն դրել այդ մեքենայի մեջ, մենակ նստել են, ասել են եթե հանկարծ փչանա, մենք ուրիշ մաշիներում տեղավորվենք, գանք։ Այդտենց եկանք 2 օր ճանապարհ ենք եկել, 2 օր, 2 գիշեր։ Երկրորդ գիշերը ժամ 3-ին տեղ ենք հասել։ Դե հա կարեին էլ ինքան переживать ենք արել, ինքան ամեն ինչի համար էլի ամուսնուս են խոսացրել, կանգնեցրել անցակետում եւ ստուգումներ։ Հա, ստուգումների ժամանակ ուզում էին բռնել, թե չգիտեմ ինչ սպիսոկ բան կար իրենց ձեռքներին։ Տղայիս համար եմ շատ переживать արել։ Բայց փառք Աստծո, երեխեքը սաղ սալամատ ասել ենք
թող։ Հիմա եկել ենք Ձորախբյուրում Աստված պահի մի լավ բարերավ կար, իրատում տվելա մի տարի մեջը անվճար ապրել ենք։ Դա Բոստոն ենք արել, ծառերը մշակել ենք, բան ենք արել, հա, իրանք էլ շատ ուրախանում էին, որ եկել են Ամերիկայից, տեսել են, որ ամեն ինչի տեղը դերին է, բայց դե մենք էլ չենք ուզեցել, որ չարաշահենք իրենց լավությունը, ասել ենք չէ, շնորհակալ եմ ձեզ, մենք ուզում ենք դուրս գանք, գնանք քաղաքի մեջ, քաղաքում ապրենք։ Վարձով ապրենք։ Հա, եկել ենք ստեղ, այս տանը վարձով ապրում ենք, բայց շատ դժվար է։ Հիմա էլ որ այս հիսունները կտրում են, չգիտենք ժողովուրդը ոնց պիտի անեն։ Ինչպես պիտի վճարեն տանը վարձը, կոմունալները, ապրեն, ուտեն։ Դուք թոշակառու եք։ Ես թոշակառու եմ, ամուսինս թոշակառու է։ Հիմա չգիտենք ինչ պիտի դառնա մեր վիճակը։ Իսկ այդ բնակապահովման ծրագիրը դուք իրատեսական եք համարում։ Չէ, հնարավոր է չէ, միջև այժմ տարուկեսա ոչ մեկին ոչ տուն են տվել, ոչ սերտիֆիկատ են տվել, ոչ մի բան։ Այս ժողովուրդը չգիտեմ, գոյություն չունի Հայաստանի մեծամեծերի համար, իշխանությունների համար։ Ընդհանրապես գոյություն չունի, արամարում էլ են։ Հիմա չգիտենք, Ջ-գրուպայի մարդիկ ենք մենք։ Ղարաբաղցիները առաջի հայերն են, իսկական հայերն են, մեծ չգիտեմ, ոչ մի բանի ապահովություն չկա, ոչ մի բանի։ Ինչ ասեմ։ Դժվարությունների մեջ ով եք։ Շատ դժվարություններ, շատ, անչափ դժվար, 9 ամսուկես համարյա բլոկադայի մեջ, էլի փառք Աստծո, մենք մի քիչ լավ ենք եղել, բոլորին օգնել ենք, բան ենք արել, բայց ամեն դեպքում, չէ, դա ես եմ ասում, իմ ընտանիքը ոչ բարեհաջող է եղել, բայց իմ մնացածները մարդիկ են, չէ։ Ընտանիք կա, օրինակ 10 երեխա ունի, նրանք ոնց անեն, ինչ անեն։ Այսօր բոլորն էլ հայտնվել են նույն վիճակում, սոցիալական խնդիրների մեջ, բոլորը անտուն են եւ խնդրի առաջ են կանգնած։ Խնդրի առաջ են կանգնած եւ հույս էլ չկա, որ մի տուն կտան կամ ինչ իմանամ, գոնե շարունակեին այս 50,000-ները տային, մարդիկ մի քիչ միջև տեսնեք։ Հա, միջև տեսնեք ինչ է դառնում։ Իսկ այդ վերադարձի առումով, եթե պայմաններ ու հնարավորություն լինի, դուք կվերադառնաք։ Հա, ինչ կանենք, կվերադառնանք։ Թեկուզ ես իմ տան ամեն ինչը ջարդել եմ։ Դուրս գալուց ջարդել եք։ Դուրս գալուց ասել եմ, եթե ինձ չի մարսվում իմ ապրանքը, թող թուրքին էլ չմարսի։ Լարի փշրել ենք։ Ինչա, տոնը լինելու բա կգնամ ամեն ինչ, եթե գնամ, ես ամեն ինչ կստեղծեմ։ Իմ ընտանիքով, իմ ամուսնու, իմ երեխաների հետ կստեղծեմ ամեն ինչ։ Բայց հիմա չգիտենք, մեր վերջը ինչ պիտի դառնա։